Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է ես, Լևոն Սարտելյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը, բարև ձեզ Տիկին Վարդանյան։ Բարև ձեզ։ Տիկին Վարդանյան, անդիմությունը վերջին շրջանում այսպես բոլոր համարյա ճակատներով սկսել է ակտիվ պայքարել իշխանության եւ իշխանության առաջ բերած թեզերի դեմ, բայց դրանցից բնականաբար ամենաակնհայտները, եթե պայմանականությունների հետևից չընկնենք, երկուսն են։ Դա իշխանություն եկեղեցու վերնախավ հակամարտությունն է եւ արտաքին քաղաքական այսպես ճակատը։ Հիմա հերթով կաթողիկոսի հետ կապված, Գարեգին երկրորդի հետ կապված, ինչը ձեզ դուր չի գալիս, ինչը ճիշտ չի ասում իշխանությունը։ Որ ասեմ սաներվածքը ման կլինի այդտեղ։ Տեսեք, ձևակերպման հետ համաձայն չեմ, ինչ է նշանակում իշխանություն եկեղեցու վերնախավ խնդիր։ Եկեղեցու վերնախավի հետ է իսկապես խնդիրը։ Եթե եկեղեցու վերնախավի հետ է խնդիրը, երկու շաբաթ առաջ ինչու մի թեմի 10 հոգևորականներ ամենատարբեր դասի կարծում եմ դպիրից միջև ամենաբարձրաստիճան Գիրակի օրը առավոտյան, երբ Նիկոլ Փաշինյանը պիտի աներ իր պատարագը, իր միջոցառումը, այսպես ասեմ, քարոզչական, կանչվել են քննչական։ Գիրակի օրը առավոտյան ժամը 9-ին։ Ու դրանից հետո չեն կանչվել քննչական։ Խնդիրը վերջացել է, սկսվել է Գիրակի օրը ժամը 9-ին, ավարտվել է, չգիտեմ, Գիրակի օրը ժամը 9-ին։ Եկեղեցու վերնախավի հետ է խնդիրը։ Եկեղեցու վերնախավի հետ է խնդիրը, որ երկու թեմերի առաջնորդներ հիմա ԱԱԾ մեկուսարանում են, գնում ենք, բարբերաբար այնտեղ ենք տեսակցում։ Այդ հումորը արդեն լսել եք, չէ՞, որ երևի ԱԱԾ-ում ավելի շատ սրբազան կա, քան եկեղեցիներում պետքա կողքից անցնելով խաչակնքվել։ Հիմա դա եկեղեցու վերնախավն է, ու կաթողիկոսից սկսած մինչև վերջին դպիրը, ով համաձայն չի իրանց հետ։ Ախր ամբողջ խնդիրը դա է, ու համաձայն չի ինչի հետ։ Նրա հետ, որ Փաշինյանը ասում է, ես տեսել եմ, ինձ զեկուցել են, նոր տեղեկացել եմ, սենց խնդիր կա, այ իմ ուզած մեթոդով, իմ ուզած ձևով պիտի փոխվի բանը, իշխանությունը։ Ես որ պատկերավոր լինել, ես եթե կուզեք շատ անկեղծ զրույց եմ կարծում եմ ստացվելու, ես շատ կարամ ընդունեմ, որ մեր ամենամեծ խնդիրն է, որ պարզ շատ բաներ պարզ չեն կարողանում բացատրել։ Հիմա փորձեմ տենց պարզ բացատրել, որ մեկիս ընտանիքում խնդիր չկա, որ մեկի բոլոր մեզ լսողները կարծում եմ աշխատում են ինչ-որտեղ, որ մեկի կազմակերպությունում խնդիր չկա։ Դուք պատկերացնում եք, եթե Փաշինյանը գա ձեր կազմակերպություն, իմանա այդ խնդրի մասին, ասի միջև տնօրենը հրաժարական չտա, դուք ձեր մեջից այս կրիտերիաներով տնօրեն չընտրեք, ես յան չեմ տալու ձեր կազմակերպությունից։ Գասի միջև ընտանիքի հայրը այս ընտանիքից չգնա, ես իմացել եմ խնդիր կա։ Բանը, ես այս ընտանիքից վազն չեմ անցնելու։ Տենց հնարավոր է, տենց կարելի է։ Կաթոլիկ եկեղեցում խնդիր չկա։ Բանը բողոքական եկեղեցում խնդիր չկա, բանի բուդդայականության բանի հովիների մեջ խնդիրներ չկան։ Մենք որ մի երկրի ղեկավարին ենք սենց բառապաշարով տեսել որ խոսի քանի եկեղեցի գիտենք, որ ասում է ես ազգային եկեղեցի եմ։ Դե տարբեր են հիմա, դա մեր առանձնահատկությունները հենց է դա, բայց իրանք ընդունում են այդ եկեղեցու ազգային լինելը եւ ազգային լինելը։ Եթե առանձնահատուկ ազգային, պետությունը ազգային, հետեւաբար պետություն եկեղեցի կոնֆլիկտ էլ կարող է դառնալ։ Ես կերազեի, որ իրենք այդ ելակետից գային։ Այնքան կուզեի, որ իրենք ձեր ելակետից գային։ Իրենք եկեղեցու վրա հարցակվելն ասում են մեր ազգային եկեղեցին է, դրա համար բանը ազգային շահեր պիտի առաջնորդի, թե չէ, դուք մեջ բերեք մի հատ ինձ այդպեսի, թե ազգային շահերը եկեղեցին առաջ տանում դրա համար են հարցակվել։ Ես հարցնում եմ, անկեղծ պարզ հարց եմ տալիս, էլի մի կողմ թողնելով մի հատ ընդդիմություն եմ, որ քաղաքական ուժն եմ ներկայացնում, ո՞նց է տենց ստացվում, որ կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցում է խաղաղության խորհրդաժողովին, համաժողովին կազմակերպում է Արցախի հարցով ելույթ է ունենում, ու դրանից հետո Փաշիզադեն անում է հայտարարությունը կաթողիկոսի դեմ նույն բառապաշարով Փաշինյանն է բանանում, սկսում խոսել ամենայն հայոց վեհապարի նկատմամբ ո՞նց են տենց համընկնումներ անդադ լինում, ինչի են լինում այդ համընկնումները, տենց պատահականություններ կարող են լինել։ Հիմա սա է խնդիրը, ինչի հետ ես համաձայն չեմ, ինչը դուրս չի գալիս, ասեմ ինչը դուրս չի գալիս։ Առաջին դուրս չի գալիս ամենայն հայոց վեհապարի sense դիրախավորումը։ Ես sense բան թշնամական ուժերի կողմից եմ տեսել, պատմությունը կարդալով։ Բոլշևիկյան գործելավոճ է ինձ հիշացնում։ 30-ականների բոլշևիկյան ազատ եկեղեցի շարժումն է ինձ հիշացնում։ Այդ դա դուրս չի, բայց ողբերգությունը ինձ համար նաև անձնական որպես հայ, որ անգամ այդ թշնամական բաների կարդալով դրվագներ կան, որ ես անգամ այդ բանում չեմ տեսել, ասին վեհարանի գրող ես չեմ հիշում։
կարմիր սև բերետարվորներով վեհարանի գրող այդ անալոգներով կարմիր սև չեմ հիշում։ Եթե պատմությունից հիշում եք, ինձ ասեք։ Ինչը դուրս չի գալիս ամենայն հայոց վեհապարի նկատմամբ այդ բառապաշարով հրապարակային խոսելը։ Դուրս չի գալիս Աննա Հակոբյանի մանկապիղծ սրբազաններ բանը, արտահայտություն, որ միջև հիմա չապացուցվեց այդ որ մեկն է, ու ոչ մեկը դրա համար բան չկրեց պատասխանատվություն։ Ինչ արդեն անունը տրվում է Նաթան։ Լավ, տենց կարելի է։ Ինչի սենսել կարելի է։ Հոգևորականը հայտարարություն է տարածել հիմա։ Ոնց կարելի է տենց։ Նայեք, ես օրինակ բերեմ։ Օրինակ ես Վահագն Ալեքսանյանին, պարոն Ալեքսանյանի 2 օր առաջ ասացի, եթե մենք ասում ենք այս մասին, դա քրեորեն պատժելի արարք է, ճիշտ է, հա։ Քրեական գործը ուր է։ Ուրը ամբողջ հարցը դա է։ Ու մեզ լսողները պիտի իմանան, էլի ես էլի եմ ասում, եթե 5 հոգանոց կազմակերպությունում աշխատել եք, դուք գիտեք, որ առանց խնդիր չի կարող լինել։ Ուր մնաց թե 1700 ամյա աշխարհասփռում ունեցող կառույցը, բայց այս որ խոսում ենք, ես նրա մասին չի, որ դե հա բոլորն էլ խնդիրները կոչկելու մասին չի։ Օրինակ գիտեք, չէ՞ որ կաթոլիկ եկեղեցում ինչ սկանդալներ են եղել։ Այդ թվում նաև ապացուցված բարձրաստիճան հոգևորականների մանկահասակ երեխաների սեռական ոտնձգության ենթարկելու։ Մի հատ ինձ խնդրում եմ, պեղեք, գտեք, որ որևէ երկրի ղեկավար որտեղ եղել է այդ բանը, այս բառապաշարով խոսել է, այդ գնահատականը տվել է։ Անկամ դեպքը եղել, որ կալանքի չեն տարել, որտեղ հասկանում են ինչ կառույցի հետ գործ ունեն։ Հիմա հենց մենք այդ շռայլություն ունենք մեզ թույլ տալու 1700-ամյա, քանի հատ ազգային կառույցություն ենք, քանի հատ կառույցություն ենք, որ ներուժը կարանք օգտագործենք, սենց բանանել, այ դա դուրս չի գալիս, օրենքով եկեղեցապատկան եկեղեցին վերցնել, ասել դա եկեղեցին դրա այդ գործ չունի ու կարգալույց քահանան ասի ինչ խնդիր կա որ այնտեղ բանա միջոցառում անցկացնի։ Հիմա ես հարց ունեմ, Արգիշտի Քյարամյանը կարա գնա քնչական գործողություն իրականացնի։ Նիկոլ Փաշինյանի ազատած ԲԴԽ նախագահը կարա գնա առավոտը մտնի ԲԴԽ շենք ու իր գործառույթները իրականացնի։ Այդ ո՞նց է Նիկոլ Փաշինյանին կարելի է ազատել իր կառույցից։ Այն մի կառույցի չի կարելի ազատել։ Ու այն մի կառույցին ուժ չունի Նիկոլ Փաշինյանը, որ իր այդ համաձայն չեն, այն խեղճ տղան անունը չեմ էլ հիշում, խեղճի համար կներեք, բնութագրին չեմ տալիս, որ ասեց, այո, Հայաստանը, եթե միջազգային դատարանը որոշում կայացնի, պարտավոր է կատարել, այսինքն ասել է պարզ ճշմարտություն։ Նիկոլ Փաշինյանը ասեց կառավարությունը, ես եմ ով իմ այդ համաձայն չի, թող դուրս գա այս կառավարությունից, այդ տղան գործից ազատվեց, միջազգային հարցերով մեր թիմից էր։ Հիմա այդ տղան կարա հաջորդ օրը գնա կառավարության շենք, ասի ես եկել եմ գործի։ Եթե դա չի կարա, բա ոնց կարա կարգալույց հոգևորականը եկեղեցում ծես մատուցի։ Ուղղակի բանա, երբ եկեղեցու այդ խնդիրների հետ առնչվելու ձևը իրենք ընդունել են որպես ամենաթողություն։ Ես չեմ կարծում, որ դա ամենաթողություն է, բայց եթե ձեր հարցը այն էր, ինչը դուրս չի գալիս, այս ամեն ինչը դուրս չի գալիս, բայց որ ամենակարևորը, այս ամեն ինչը ուր է մեզ տանում։ Գիտեք, ամեն ինչից մի կողմ մենք քիչ շռայլություն ունենք, մենք պարտված երկիր ենք, ուժի քիչ աղբյուրներ ունենք, քիչ կառույցներ ունենք, որոնք կարող են մեզ օգնել, մոբիլիզացնել։ Ինձ դուր չի գալու թույլ բառը։ Ես այս ամեն ինչը ոչ միայն մսխում է ժամանակի եւ հնարավորությունների, այլ նաեւ ջլատում է առանձատել եղած սակավաթիվ ուժերի։ Ես շատ եմ խոսում այլընտրանքներից, եթե որը պիտի լինի այլընտրանքը սկսվում է, այս ինչ որ արվում է չանելուց ու եկեղեցին մենք որտեղ կա բան որ օրինակ աշխարհիկ իշխանությունը ելնելով իրողություններից օրինակ ուղերձներ կա կամ գործեր կա որ գուցե չի կարող անել։ Դա կարող է այդպես իրավիճակ լինել։ Մեր ամենայն հայոց վեհապարը, մեր հայ առաքելական եկեղեցին աշխարհի բոլոր երկրներում որտեղ հայություն կա կառույց ունեցող կարող է օգնել։ Այո, կարող է։ Ու եթե մենք հարցերին այդպես չսկսենք նայել, ես չգիտեմ ոնց պիտի այս ճգնաժամից դուրս գանք։ Հիմա այս փոխանակ միավորել ուժերը հակադրելն է ամենամեծ խնդիրը, որ ես տեսնում եմ այստեղ։ Հակադրել այն հիմքով, որ եթե դու իմ հետ համաձայն չես, դու դեմ ես։ Տիկին Վարդանյան, կներեք չընդհատելով ուղղակի լրացնեմ, փորձեմ։ Տեսեք, իշխանության ներկայացուցիչները ասում են, իսկ չեք կարծում կամ ակնարկում են։ Չեք կարծում, որ կան փակագծեր, որոնք մենք դեռ չենք կարող բացել, կապված նույն Գարեգին երկրորդի հետ, որ Գարեգին երկրորդը եկեղեցու վերնախավի մի մասը լավ, այսպես ասենք, սպասարկում են օտար երկրի շահեր Հայաստանի Հանրապետության դեմ ընդ որում։ Որպես օրինակ բերվում է օրինակ այն դրվագը, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարչապետը որոշում կայացրեց
հիմնավոր որոշում կայացրեց, որ քանի դեռ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, Հայաստանի Հանրապետությունից որևէ տեսակի պատվիրակություն Մինսկ չպիտի գնա։ Ամենայն հայ կաթողիկոսը մեկնեց Մինսկ դրանից հետո։ Իշխանություն ներկայացուցիչները բոլորը, ընդ որում ոչ միայն իրենք, ասում են Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությանը դավաճանել է որպես դաշնակից։ Դրանց հետո Եզրաս arczepiskopos-ը Պուտինի դարքից Նևսկիի իշխանության է ստանում։ Ինչ հետաքրքիր է։ Այդ հետաքրքիր բանը տրամաբանությունը իմը չի, ես ասում եմ գիծը որ կա։ Ես ասում եմ թե տրամաբանության բացերը որոնք են շատ հետաքրքիր է, իսկապես ինչ է նշանակում, քանի ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ոչ ոք պիտի Հայաստանի Հանրապետությունից Մինսկ չգնա։ Իսկ Հայաստանի Հանրապետության այդ վերջին ամիսներին ով էր նստած Լուկաշենկոյի կողքը Մոսկվայում բան քննարկում եւ ով է մասնակցում Լուկաշենկոյի այդ արցանց զրույցներին, կարծես ոչինչ էլ չի եղել, հանդիպումներին եւ երկրորդը, հա, կարող է պետությունը բան ունենա, այսինքն մենք բան Բելարուսն է մեր հիմա պետականության սպառնալիքը։ Բան գնում ենք, Բաքու գնում ենք, Անկարա գնում ենք, խնդիր չկա, ցեղասպան են արել, էթնիկ զտում են 2 տարի առաջ իրականացնել, ինչ հարց ունենք, պետքա բանակցել։ Իրանց հետ պետք, այո, պետքա բանակցել, ստեղ չի կռիվը։ Մինսկի հետ պետք չի բանակցել։ Այդ մեր ինքնիշխանության սյունը է բանա, տեղով է անցնում, Մինսկ գնում ենք թե չէ, ու Հայաստանի Հանրապետությունից հիմա կա որոշում։ Ով Մինսկ, ինչ որոշում, հա, Նիկոլ Փաշինյանը մի հատ ցույց կտակ ինձ, որ լիազորությունների շրջանակում կարա որոշի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։ Չի որոշել, որ հայ առաքելական եկեղեցին էլ չպիտի գնա։ Դե այդ եմ ասում, բայց երբ հայ առաքելական եկեղեցու ղեկավարը, երբ պետության ղեկավարը չի գնում, բայց գնում է նա, ընդ որում գնում է բավական այսպես կասկածելի այն իմաստով, որ ասեմ մեծ եկեղեցի էր բացում, չէ՞, որ մատուրի բացման արարողության մի քիչ լուրջ չի էլի։ Նախ ես չգիտեմ ինչ օրակարգով է գնացել, բայց որևէ խնդիր չեմ տեսնում, որ մեր հովապետը այցելում են երկիր, որտեղ մենք ունենք համայնք, որտեղ ունենք եկեղեցի, որտեղ ուզում ենք ունենալ եկեղեցի, որտեղ եկեղեցի ավելի շատ ունենալու կարիք ունենք, որտեղ ընդհանրապես ինքը որտեղ ես վստահ եմ, որ այդտեղ կա նպատակահարմարություն։ Եվ եթե դա է դրված այս արշավի հիմքում, դա շատ ավելի ծիծաղելի է, քան այն ամեն ինչը, ինչից առաջ մենք խոսում էինք, ինչ է նշանակում ես որոշել եմ Մինսկ չգնալ, քանի որ գնացել է, տեսեք հեսա ինչ է լինում։ Դա շատ ավելի ծիծաղելի է։ Երկրորդ հանգամանքը ինչ նշեցիք, այդտեղ կարևոր։ Եզրաս Երբ է եղել դա։ 3 չի առաջ օրը։ Իսկ մայիսի 9-ին բան հաղթանակի, երբ որ անվանում են դավաճան, նախ աշխարհում ուրիշ գերտերություն չկա, եկեք իրան էլ վերցնենք դավաճան անվանենք, Չինաստանին օրինակ, ԱՄՆ-ին, բան մեր խնդիրները շատացնենք, առանց էլ հսկայական ներուժ ունենք, չէ՞։ Թվարկած երկրներից ո՞ր մեկի հետ Հայաստանի Հանրապետությունն է դաշնակցային հարաբերություն։ Ես ասում եմ, Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի պարզ ու տրամաբանական բան եմ ասում, ներուժ չունի իրեն որևէ գերտերության թշնամի հայտարարելու։ Որևէ տերության Հայաստանի Հանրապետության սպառնալիքները առանձնատել այնքան են, որ մենք պիտի հասկանանք մնացած պետությունների հետ համընկնումներ որտեղ ունենք շահերի ու թշնամիներ չփնտրենք առավել եւս գերտերությունների շարքում։ Երկրորդը, երեթե 3 չառաջորվա Եզրաս Սրբազանի, որը Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ ամենամեծ հայկական սփյուռքն է թվով, շքանշան ստանալն է խնդիրը։ Մայիսի 9-ին ու Ռուսաստանը դավաճան է այդ կոնտեքստում։ Նախ դա ուղիղ չեն ասում, եթե նկատել եք, հետաքրքիր է, ինչու ուղիղ չեն ասում, եթե դա իրենց տեսակետը։ Երկրորդը, բայց դավաճան պետության որովհետև ձեր ասած գերտերության հետ թշնամանալու նպատակ չկա։ Դա ճիշտ է, եթե չկա։ Բա ո՞նց են պատժում այն մարդուն, ով բանը հարաբերությունները փորձում կարգավորել կամ պահել կամ ունենալ։ Բա եթե Եզրաս Սրբազանի խնդիրն է դա Պուտինի հետ շփումը, չգիտեմ, շքանշան վերցնելը։ Բա մայիսի 9-ին ով էր բանը Վլադիմիրիչի հետ բանանում մասնակցում շքերթի ռուսական փառապանց համաշխարհային հաղթանակում համաշխարհային պատերազմում հաղթանակը եւ դա պիտի մասնակցենք, այդ իմ համար դա հարց չի, ես ասում եմ դա ո՞նց է, այն դա նորմալ է մայիսին շքերթի մասնակցել է, այդ ղեկավարի հետ շփվել է, այդ ղեկավարի ներկայությամբ հպատակության հիշեցնող արտահայտություններ անող եւ որևէ կոնֆլիկտային հայտարարություն չանել է, հետո իբրև թե պատժել նրանց, ովքեր էլի հարաբերություններ են։ Ես չեմ ասում դրա համար պատժում են, ես ասում եմ, որ այս համատեքստում մի քիչ տարօրինակ է։
որը ես ասում եմ, դուք ասում եք Ռուսաստանի դավաճան են համարում, դրա համար ոնց է գնահատում Եզա Սրբազանի շքանշան ստանալու, ես ասում եմ, մի քիչ երկերեսանությունն եմ այստեղ տեսնում, ոնց դավաճան են համարում, բայց այսինքն չեն գնացել դավաճանների, եթե համարում են շքերթի երկերեսանություն չի, ինչ է։ Երկերեսանություն չի, բարոյականություն է, հակառակը ես համոզում ունեմ այդտեղ, բայց այն էլ է քաղաքականություն ուրեմն։ Այն էլ է քաղաքականություն ու որտեղ է հարցը ուզում եմ ասել, եթե դա էր հարցը, առաջին ով պիտի պատժվեր մայիսի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանն էր, մայիսի 10-ին ուրեմն այդ նույն աշխովը դեմ պիտի սկսեր, դա չի։ Մի փնտրեք պատճառներ այնտեղ որտեղ դրանք չկան, ես ավելի ուրիշ, ավելի հստակ պատճառ ասեմ։ Ադրբեջանի հետ քննարկում են փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը նախաստորագրում են։ Այնտեղ կետ կա, որտեղ կողմերը պետք է պայքարեն ահաբեկչության, ծայրահեղականության, անջատողականության դեմ։ Ադրբեջանը անջատողականություն, ծայրահեղականություն, ահաբեկչություն իր խոսքերով ռևանշիզմ է գնահատում, Արցախի հարցի հիշատակումը, Արցախ վերադարձի իրավունքի մասին խոսելը եւ հենց մի հատ էս կոնտեքստից նայեք, տեսեք ինչ դրամաբանական է ստացվում ամեն ինչ, եթե Փաշինյանը պարտավորվել է դա զսպել երկրում։ Տեսեք, դուք մի քանի անգամ հղումարել եք, ես հիմա ուղղակի բարձրացնում եմ։ Հա, ես ուղղակի թվեմ, որ բանան է։ Ոնց է լինում, որտեվ այս եկեղեցու դեմ արշավը անջատ չի մեր իրողությունից։ Արցախահայերը ցույց են անում, նույն բառապաշարով թիրախավորվում են։ Միջև էս արշավը, միջև էս սկանդալը, միջև Եզրա Սրբազանի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը ամենայն հայոց վեհապարի ուղերձը ինչու՞ չհեռարձակվեց հմայքով։ Ինչն էր այդտեղ խնդիրը, ով էր շքանշան ստացել, ինչ ԱԱՑ-ն ինչ էր զեկուցել, թե Արցախի մասին էր խոսում, ոնց էլի եմ կրկնում այդ շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը հաջորդ տեսս ամեն ինչի։ Մի հատ այս տեսակետից նայեք, տեսեք որ անդրամաբանական ոչինչ չեք գտնի, կտեսնեք պայմանավորվածություն, որին հետևում է միայն Փաշինյանը, էս է խնդիրը։ Մենք ինչի ենք այսքան թիրախավորվել, ինչի ամեն անգամ դժվար Հայաստանում, ավելի դժվար դառնում սեպտեմբերի 2-ին Արցախահայերի վերադարձի մասին խոսելը, դահլիճ չգտնել հուշահամալիր բացելը, այս ինչ խնդիրներ են, եթե բան չկա, հարց չկա այդ մասով։ Այս տեսակետից լրացնեմ կներեք, էլի քանի որ հանրայինի մասին խոսք գնաց, կապ չունի հանրային հեռուստաընկերություն, թե հանրային ռադիո, Սուրբ Էջմիածնին ընդհանրապես առաջարկվել էր ժամը փոխել, ժամի խնդիրը վերանայել, Սուրբ Էջմիածնինը չհամաձայնեց, այնպես որ չհեռարձակելու խնդիր չի եղել։ Դա ծաղելի է։ 30 տարվա ժամը ինչ են փոխում հենց այդ տարի։ Ինչի, որտեղից էս փոփ։ Իսկ Փաշինյանի ուղղակի ժամը կարենք փոխենք 6-ին հեռարձակենք հունվարի 1-ին։ Չէ, որոշումների դաշտում չի, ես ընդհանրապես ամեն ինչ որ բացատրություն ունի։ Եզա Սրբազանը գնաց Պուտինի հետ հանդիպեց, առաջարկել են ժամը փոխել։ Այդ խնդիրը որտեղից է։ Ինչու են առաջարկել ժամը փոխել։ 30 տարի կոնկրետ ժամի շնորհավորել է ամենայն հայոց վեհապարը, հետո երկրի այդ բայի ղեկավարը։ Ժամը ինչի բան արեց, փոխվեց։ Հիմա այս համացանցի դարում այդ ուղերձը չտուժեց դրանից, ավելի շատ մարդ տեսավ, քան երբևէ դա տեսել է, բայց դա խոսում է պետական քաղաքականության մասին։ Ես դրա մասին եմ խոսում, որոնք են մեր պետական քաղաքականության առաջնահերթությունները, ինչով ենք առաջնորդվում։ Ես ասում եմ եւ պնդում եմ եւ կարող եմ երկար ապացուցել, որ դրա հիմքը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն են։ Ու ես մի կողմ եմ անգամ հիմա թողնում, որ դրանք ինչ պայմանավորվածություններ են, դրանք անգամ թրքահաճո այդ չեմ անվանում։ Ես ասում եմ, որ դա ճանապարհ չի։ Եթե ես տեսնեի, որ դա ճանապարհ է, գոնե այս մի քանիսը անենք միջև բան Ադրբեջանին կհանդարտեցնենք, կմեղմացնենք, մենք էլ կուժեղանանք, ավելի լավ դա չենք անում մենք։ Մենք ուղակի գործող իշխանությունը ելքը տեսնում է, այլ ելք չի տեսնում, քան Ալիևը եւ Էրդողանը ինչ ասում է ինքը համաձայնվի, բայց այդ երկուսից դուրս անդադ փնտրել հակասություններ եւ թշնամիներ։ Էս է իմ խնդիրը։ Ես ասում եմ, եկեք ֆիքսենք, որ սպառնալիք է երկու պետություններից է, մնացածի հետ փնտրենք բանի կետերը։ Ու անդադ ընդդիմությունը որ սրա մասին խոսում է, տպավորություն որ ասում է, եկեք մոռանանք Ռուսաստանի ոճը մեզ հաճելի, մեր շահերին հակասող հայտարարությունները։ Չէ, դրա մասին չենք խոսում, բայց մենք ասում ենք, չենք կարա որտեղ որ շահերը տարամիտվում են, դա դնել արտաքին քաղաքականության կենտրոնում, որտեվ եթե այդպես է, դու բոլոր պետությունների հետ կգտնես մի կետ, որտեղ շահերը տարամիտվում են։ Պետք է գտնել կետերը, որտեղ շահերը համընկնում են, որ Ռուսաստան ավելի բարձ լինի իմ ասածը։
Եկեք Իրանի հետ հարաբերություններում հիմք ընդունենք, որ Իրանը 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո հայտարարեց ողջունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Եկեք դրանից ելնենք, թշնամանանք, ասենք վերջ, դա դավաճանեց մեզ, այլևս ոչ մի Եկեք հանուն արդարության այդ դեպքում պիտի ասենք, որ Իրանը ըստ էության երբեք Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հայաստանապատկանությունը չի ելել։ Հիմա այդ եմ ասում, չես կարող դու որտեղ բոլոր պետությունները ունեն առանձին շահեր, որոնք իրենց ազգային ու պետական շահերն են ու պարտադիր չի այլոց հետ համընկնել, բայց այլոց հետ հարաբերությունն պարտադիր է գտնել շահերի համընկնումը։ Հիմա ես հարցնում եմ, ո՞նց է գործող իշխանությունը այն պետությունների հետ, որտեղ մենք կա սպառնալիք անվտանգային ու դա մտածածին չի տեսել ենք, առաջարկում գտնել այդ համընկնումները, մնացած պետությունների հետ, առաջարկում է շեշտադրել հակասությունները, այդպես չի աշխատում դիվանագիտությունը։ Ինչպես Իրանի հետ մենք պիտի չգտնենք այն կետը, որտեղ հակասել են այդ շահերը, պիտի գտնենք միասնության կետերը, որոնք շատ են առանձնատուկ կարևոր են մեր համար։ Մենք իսկապես եղբայրական հարաբերությունների ժողովուրդներ ենք արդեն վերածվել, այնպես է Ռուսաստանի հետ պիտի նույնն անենք, Չինաստան, բոլոր պետությունների հետ։ Սա է արտաքին քաղաքական այդ ներքինից եկանք արտաքին կոնցեպտների ընկալումների տարբերությունը։ Այդպես է լինում։ Տեսեք, դուք անընդհատ ասացիք, որ Թուրքիան Ադրբեջանի հետ թելադրում են ինչ-որ բաներ, այ Ռուսաստանի հետ մի քիչ այլ պիտի լինի եւ այլն։ Դուք վերջին 5 տարվա ընթացքում կհիշատակեք մի դեպք, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը հակասել են իրար Հարավային Կովկասում։ Մենք Ռուսաստանի հետ ունենք խնդիրներ, բնականաբար, եւ այդ խնդիրները առաջացան, այսպես ասեմ, պայմանական, ասենք 2020 թվականի 44 օրյայի ընթացքում եւ հետո իրականում այդ խնդիրները մի քիչ ավելի երկար պատմություն ունեն, բայց Եվ դրանից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը հայտարարում է, որ մենք Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղում իրականացրեցինք հրաշալի օպերացիա։ Դրանից հետո տարանջատել Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը ըստ ձեզ որքանով է խելամիտ։ Հիմա հասկացա, դուք բան եք անում, այսինքն պնդումը այն է, որ դրանք նույնական շահեր են եւ խոշորաշվով մենք գործ ունենք նույն նարատիվի, նույն քաղաքականության հետ։ Մոտավոր։ Նախ գանք հետեւյալից, ամեն ինչ ունի կոնտեքստ, կգամ հիմա նաեւ շահերի տարբերության հետ այդպես աշխարհակական վերլուծության։ Աշխարհում կա մի պետություն, որ ցեղասպանել է այս ազգին։ Դա Թուրքիան է, որը չի ընդունում միջև հիմա, դա ուզում ասեմ, թե 100 տարի առաջ ցեղասպանել է ասել է լավ անցանք, հիմա այդ ցեղասպանողները հերոսացվում են Թուրքիայում, այդ առերեսում պատմության հետ չկա եւ զղջում չկա։ 2023-ին այդ ցեղասպանության ավելի փոքր մոդելը տեղի ունեցել Արցախում նույն Թուրքիայի աջակցությամբ։ Մենք աշխարհում այլ պետություն, որը նման քաղաքականություն է արել, գործադրել մեր նկատմամբ, չունենք։ Ու ինչ վերաբերում ուզում եք ունեցել որևէ դերակատարում կամ պարտավորություն չունենք։ Որտեղ Արցախում 23 թվականին 23-ում ուներ ցեղասպանության մասին եմ խոսում, թուրքական բանի մասին եմ խոսում, վերաբերմունքի մեր նկատմամբ։ Եթե գնում ենք 23 թվականին, որ Թուրքիայի պաշտպանելու որևէ բան չունեմ, պարտականություն, ուզում եմ ասեմ 23-ին բնականաբար ուներ այդտեղ իր մանդատը եւ ես կարծում եմ, որ իհարկե մեր ազգային շահներ հայկական Արցախ պահելը եւ դա մեր պետական քաղաքական առաջնահերթությունն էր, բայց երկրորդ հարվածը դա եղել է Ռուսաստանի եւ հեղինակությանը միջազգային եւ տարածաշրջանում նրա շահերին, թե ինչ հաշվարկ են իրականացրել Ռուսաստանի քաղաքական վերնախավում, ինչպեսի կարող են ենթադրություններ անել, ես ավելի կոնկրետ տեղեկություններ չունեմ, ենթադրությունների մակարդակում կարող ենք խոսալ։ Ես խոսում եմ պետությունների մասին, ինչպեսին պետք է լինի մեր վերաբերմունքը։ Այլ պետություն, որը մեր նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացրել չկա։ Դրանով Թուրքիան ու Ադրբեջանը մեր համար առանձնանում են աշխարհի մնացած շուրջ 200 պետություններից։ Այն, որ վերջին 300 տարին Ռուսաստանն եւ Թուրքիան են այն պետությունները, այն ուժերը, ովքեր կռվում են այս տարածաշրջանի համար, պայքարում են այս տարածաշրջանում, դա էլ բան չի, նորություն չի, պատմագիտական փաստ է։ Այո, այդպես է, եւ այդ շահերը Ռուսաստանի եւ Թուրքիայի համընկնում են ժամանակ առ ժամանակ կամ հակադրվում են շատ խիստ, մենք դրա բոլոր հետևանքները տեսել ենք։ Այն, որ տարածաշրջանային ու աշխարհակական զարգացումների պարագայում հիմնական շահերը կարող են համընկնել եւ կա դաշնակցային հարաբերություններ, ավելին վերջին տարիներից կարող դրան լրացնել հայտնի իրողություններից ելնելով Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ հասցրվել են ռազմավարականի մակարդակի, դա իհարկե այդտեղ մենք վտանգ ենք, այսինքն դա կարող է ոչ թե կարող է լինել, խոշորաշու տեղի ունեցել մեր շահերի հաշվին։ Ես ասում եմ, մենք այդտեղ մեր անելիքը ո՞րն է։ Այո, Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը համընկրել են եւ շատ
գուցե որ արարքներ, հայտարարություններ, գործողություններ կարող են լինել 10 տարի առաջ, հիմա գուցե դրանք հնարավոր չեն, բայց ես հարցնում եմ, այլ հնարավորություններ չկան, որ շահերը։ Ես պիտի ձեզ հարցնեմ, հիմա տեսեք, մենք ունենք Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա առանցք։ Շատ չէ, ես առանցքը հիմա բան։ Լավ, առանցքը լավ, չափազանց։ Դաշնակցային հարաբերություններ։ Շատ լավ։ Մենք այդ դաշնակցային հարաբերությունների արանքում ենք մեր գործողությունները։ Մեր գործողությունները իսկ Հայաստանը ինչ հետաքրքրվածություն, ինչ կարող է առաջարկել իր դաշնակիցներին։ Արդյոք բնականաբար գազ չենք կարող առաջարկել, որ մեր տարածքով արտահանվի։ Ճանապարհը դրանցից մեկն է, ներկայությունը դրանցից երկրորդն էր, որը Արցախում խոշոր հաշվով ի վերջո ինչու ռուսական խաղաղապահները այդտեղ կանգնեցին, հաստատ մեր սիրուն աչքերի համար չէին։ Հաստատ նրա համար չէր, որ Հայաստանը դարավոր բարեկամ ժողովուրդ են, կա աշխարհակահաղական շահ։ Աշխարհակահաղական շահ է այստեղ տարածաշրջանում ներկայացվածությունը, տարածաշրջանում դուրս չմնալը, ի վերջո որքան էլ հիմա մարտավարական առումով շահերի համընկնում կա, ռազմավարական առումով այդ ես չեմ կարծում, որ այդ շահերը իրար նույնական են, որովհետև նույն այդ պաշտոնական հայտարարությունից դուք մի հատված մեջ բերեցիք, ես կարող եմ երկրորդը մեջ բերել, որ օրինակ Հարավային Կովկասում իրար հետ խնդիրներ չունենք, Սիրիայի հարցում լրիվ տարբեր դիրքորոշումներ ունենք, Ուկրաինայի հարցում այդ դիրքորոշումները նույնական չեն։ Այսինքն մի հարցում եթե համընկնում են, չի նշանակում, որ մնացած բոլոր Հարավային Կովկասում նկատի ունեմ ռուսական գազը եւ տարանցիկ ճանապարհները։ Ես չեմ կարծում, որ ոչ թե չեմ կարծում, Ադրբեջանի ու Թուրքիայի շահ Հարավային Կովկասում նույնական չի, ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի շահի հետ, դրա համար պատահական չէր, որ վերջի տարիներին դրան զուգահեռ նոր մակարդակի բարձրացվեց եւ անցած տարի չէ կնքվեց Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքը։ Այսինքն այո, մի կողմից կա որի միջազգային կներեք նկատեք, որ չունի ռազմական կոմպոնենտ։ Սկիզբը հարաբերությունների մակարդակի բարձրացման սկիզբը, այս պահին ինչ չկա, կարող է լինել, բայց ելի եմ ասում Ռուսաստան-Իրանի մասին հիմա չխոսանք։ Ես ասում եմ, այդտեղ կա հնարավորություններ։ Այդտեղ կա այդ հյուսիս-հարավ առանցքի գաղափար կոչվածը, որտեղ դու կարող ես դու հետաքրքիր ես քո հարավային հարևանին Իրանին, ով ձգտում է եւ տնտեսապես եւ կապերը ուժեղացնել իր հյուսիսային արդեն ռազմավարական գործընկերոջ հետ ու հաջորդ քայլը դրա դու ես։ Ինչ կարող ես այդտեղ առաջարկել։ Արդյոք ամենալավ առաջարկը այն է, որ ամերիկյան ներկայություն բերես Իրանի սահմանին։ Ես չեմ կարծում։ Արդյոք դրա ամենալավ առաջարկը դա էր։ Ոչ։ Խաղաղության երաշխիքն է դա։ Որն է այդպես է։ Որն է խաղաղության երաշխիքը։ Ամերիկյան միջնորդությունը միակ տարբերակը։ Նախ չեն ասում երաշխիք է, պայմանագիր ասում են երաշխիք։ Չէ, երաշխիք էր, որ կստորագրվի կամ կնախաստորագրվի, միայն այն էր։ Չէ, կներեք, այսքան տարի Ռուսաստանը փորձում էր չարեց, կամ չուզեցավ։ Ես դեմ կլինեի նույնչափ, որ Ռուսաստանի միջնորդը որ բանը Ռուսաստանի միջնորդությամբ էս փաստաթուղթը ստորագրվեր։ Ինչ է այսինքն մեր համար կարևոր է որ բանը ստորագրվել։ Դուք այդ փաստաթուղթը ցավոք ես հիմա չտպեցի վերեմ, կարող եմ հանել կետերով անցնենք իրար վրա։ Ինչ է ստորագրվել։ Այո, առաջին հոդվածներում ասում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բրավո, դա շատ լավ բան է։ Նույնը Հայաստանը եւ Ադրբեջանը արել են, երբ որ անդամակցել են ՄԱԿ-ին, ԵԽԽՎ-ին, բոլոր միջազգային կազմակերպություններին անդամակցության պարտադիր պայմանը միմյանց տարածքային ամբողջականությունը ոչ միայն ճանաչելը, այլ նաեւ հրաժարվել ուժի սպառնալիքի կիրառումից, միջազգային նորմերին բան անել, ընդունել դրանց պարտադիր ուժ լինելը։ Ինչ ենք տեղավորել ստացել այդ մասով։ Ալմատայի հռչակագրով որ քարտեզներով, որնա կոնկրետ են սահմանը, որը Ադրբեջանը ճանաչել է, հարցնում է մեկը գիտի այս հարցի պատասխանը, թող ասի։ Ու ոչ թե չգիտեն, այլ չկա, որովհետև Ադրբեջանը Հայաստանի տարածքում է հիմա ու իր համար խնդիր էր դրել չֆիքսել որևէ սահման, որ իր մանը ոչ միայն չսահմանափակի իր առաջ գնալը, այլ նաև այնտեղ որտեղ որ է դուրս չգա։ Հիմա դա չունենք մենք։ Հաջորդը կողմերը պարտավորվում են մի բան անել, երրորդ երկրի ուժեր չտեղակայել իրենց սահմաններին։ Սա այս կետը մեզա պետք թե Ադրբեջանին, Ադրբեջանը չուներ, մենք ունենք։ Հիմա ես այս կետերով կարող եմ անցնել։ Ես ասում եմ, ինչ է ստորագրվել, ինչ է ստորագրվել։ Նախիջևանում թուրքական զորք կա։ Թուրքական պաշտոնական զորք Ադրբեջանի տարածքում որպես այդպեսին, այսինքն զորամիավորում եւ այլն, ինչպես Հայաստանում չի եղել, այո, Թուրքիան մասնակցում է բանակի կառավարմանը եւ զորավարժությունը պարբերաբար իրականացնում, բայց այդ կետը այնպես է ձևակերպված, որ վերաբերելի է միայն մեզ։ Այսինքն չկա որ այլ երկրի ուժեր չեն զորավարժություններ չեն կարող անցկացնել կամ սահմանին չեն կարող անցկացնել։ Կետի ձևակերպումը բացառապես վերաբերում է մեզ։ Հիմա ինչ է ստորագրվել, որ ես պիտի ուրախանամ միատել, որ երաշխիքներ ունի կամ չնայած չունի։ Այս է իմ հարցը։ Ես ոչ կուրախանայի, որ Չինաստանի ղեկավարի հետ մենք ստորագրություն ունենանք։ Իմ խնդիրը է չի, Թրամփի հետ նկարը չի, ստորագրություն ունենալ չի։ Վուդրո Վիլսոնն էլ բանն է, իրավարար վճիռ է ստորագրել։ Ավելի ուժեղ, ավելի հստակ նենց սիրուն Հայաստանի քարտեզով է։
արդյունքը։ Հիմա ես դա եմ ասում, ինչ է ստորագրվել, որ մի հատ ուրախանանք, երկրորդ հասկանանք, որ դա երաշխիք ունի։ Իսկ արդյունքում եղել է, որ Հայաստան համաձայնություն ա տվել, որ անխոչնդոտ ճանապարհ Հայաստան լինի փոխադարձ առավելությունները, որը միջև հիմա կոնկրետ չի չենք հասկանում, եւ Հայաստան Իրան սահմանին աշխարհի Իրանի 7 հարևաններից մենակ մեր սահմանի գա ամերիկյան հələ դեռ ոչ ամբողջական պատկերացում չունենք ինչ ներկայություն։ Սա նպաստում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ոչ իմ պատկերացմամբ։ Շնորհակալություն զրույցի համար, ուղղակի որպես հավելում ասեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հարևաններից միայն մեկում չկա ամերիկյան ներկայություն։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցների ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։